Ագոստասիցինդեն Լուսիեն Կոփար, շնորհակալություն եմ հայտնում։ Իմ հարցը վերաբերում է Ադրբեջանում գտնվող հայ գերիներին։ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է, ներկա պահին հացադուլ է հայտարարել։ Այս թեմաների շուրջ Հայաստանի մամուլում էլ Հայաստանի կառավարությանն ուղղված որոշակի քննադատություններ կան առ այն, որ համապատասխան ջանքեր չեն գործադրվում։ Դուք ինչ եք մտածում այս խնդրի հետ կապված։ Siz bu konuda ne düşünüyorsunuz acaba? Իհարկե արդեն ասացի, որ այդ իրադրությունը մեզ շատ անհանգստացնում է։ Մենք այսօր առնվազն 23 գերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք ունենք Ադրբեջանում եւ նաեւ մենք փորձում ենք հնարավոր ջանքերը գործադրել այդ խնդրի լուծման համար, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ դա տեղի ունենում մի պայմաններում, երբ Ադրբեջանը ըստ էության այդ գործոնը նույնպես օգտագործում է էսկալացիոն տրամաբանությամբ եւ էսկալացիոն նպատակներով եւ երբ որ ասում են, որ Հայաստանի կառավարությունը անհրաժեշտ ջանքեր չի գործադրում այդ խնդիրը լուծելու համար, եթե մարդիկ նման բան ասում են, նշանակում է բավարար չափով տեղեկացված են։ Եթե բավարար չափով տեղեկացված են, ուրեմն պետք է հաջորդ քայլն էլ անեն եւ ցույց տան այդ որ գործողությունն է, որ Հայաստանի կառավարությունը պիտի անի եւ դա կբերի արդյունքի եւ կառավարությունը այդ ջանքը չի գործադրում։ Ես ընդհանուր առմամբ այդ քննադատությունը հասկանում եմ եւ միշտ ասում եմ, որ քանի դեռ այդ ջանքերը, որ կառավարությունը գործադրում է, արդյունք չեն տալիս, բոլորը կարող են ասել, որ ջանք չի գործադրվում, որովհետև այդ ջանքերը հիմնականում դիվանագիտական մակարդակով են գործադրվում, ինչու, որովհետև այս ժանրի մեջ հրապարակային հայտարարությունները իրենք պետք է լինեն շատ նպատակային եւ կոնկրետ նպատակի ծառայեն եւ այդ հրապարակային հայտարարությունների որոշակի դեպքերից անդին արդեն իրենք ոչ մի օգուտ չեն տալիս եւ ընդհակառակ վնաս են տալիս։ Ես միշտ բերում եմ 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ 32 գերեվարված մեր հայրենակիցներ վերադարձան Հայաստան եւ միջև վերջին վարկյանը ոչ մեկի հայտնի չէր այն ջանքերը, որ մենք գործադրում ենք եւ միջև վերջին վարկյանը հնչում էին քննադատություններ, որ կառավարությունը ոչինչ չի անում։ Եվ այդ մարդիկ իրենց տեսակետի ճիշտ էին, որովհետև նրանց տեսակետից կառավարությունը որևէ բան անում է միայն այն պարագայում, երբ այդ խնդիրը լուծված է։ Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, ցանկացած ոք կարող է պնդում անել, որ ուրեմն կառավարությունը անհրաժեշտ ջանքեր չի գործադրում։ Բայց մինչև դեկտեմբերին 2023 թվականի մեր գերեվարված հայրենակիցներին վերադարձի մասին պաշտոնական լրատվությունը միջև այդ վերջին վարկյանը հնչում էին շատ խիստ քննադատություններ եւ որ կառավարությունը ոչինչ չի անում։ Իսկ կառավարությունը անում էր եւ դա իմացվեց ընդամենը այդ հայտարարություններից որոշ ժամանակ անց եւ դա ակնհայտ դարձավ եւ ես արդեն ասացի, դա ցավոտ հարց է, բայց կա նաեւ հետեւյալը, որ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը այդ խնդիրը ցավոք, ելի ասում եմ, որ մանավանդ խաղաղության գործընթացի համատեքստում, երբ որ անընդհատ փորձ է արվում բերել լրացուցիչ էսկալացիոն գործոններ եւ ընդ որում արդեն իսկ հրապարակային հայտարարություններ խոշտանգումների մասին, արդեն իսկ վիզուալ հիմնավորումներ արգելված միջոցների մասին, որը իհարկե անհանգստացնող է եւ անընդունելի։ Եվ Հայաստանի կառավարությունը այդ հարցով հստակ դիրքորոշում է արտահայտել։